Արգելի գործընկերներ, բավականին սպասված նախագիծ է հանրության լայն շրջանակների կողմից քննարկված եւ շնորհակալություն եմ հայտնում նախագծի հեղինակներին մանրակրկիտ անդրադարձի համար հնչող մեղադրանքներին։ Տիկին Գալստյան, քանի որ երկրորդ ընթերցում էր եւ հնարավորություն չկար հարցեր ուղղելու, մի փոքր այս կերպ անդրադառնամ ձեր եզրափակիչի ելույթում, կխնդրեմ այս հարցերի մասով նախագծի շրջանակներում արձագանքեք։ Առաջինը կենդանիների ապօրինի վաճառքին է վերաբերվում, ինչ լուծումներ ենք տվել այս մասով, որովհետեւ այժմյան կարգավորումներով վարչական տուգանքներ են, բայց նույն մարդը նույն տարածքում Երևան քաղաքում շատ բանուկ հատվածում կենդանիների վաճառքով է զբաղվում կամ կենդանիների այլ նպատակներով օգտագործման, որոնք կարող են նաև վնաս տալ տվյալ կենդանուն։ Երկրորդ հատվածը դա հասարակական կազմակերպությունների վերահսկողությունն է տվյալ նախագծի շրջանակներում։ Գիտենք, որ համայնքներին տալիս ենք լիազորություններ, համայնքները դեռևս չունեն հնարավոր գործիքակազմեր այդ լիազորությունները օգտագործելու կամ մասնագետների պակաս կա, արդյոք հասարակական կազմակերպություններին տրված է հնարավորություն վերահսկողություն իրականացնելու այս շրջանակներում եւ երրորդ հարցս ստերջացման թերացումներն են, որովհետեւ այս շրջանում համայնքները որպեսզի կարողանան կառավարել թափառող կենդանիների աճը տվյալ համայնքում ստերջացման են գնացել, բայց ունենք դրվագներ եւ կարծեմ, չգիտեմ, քրեական վարույթի տակ գտնվող գործեր, որոնք որ ապացուցում են, որ որոշակի համայնքներ այդ ստերջացումները իրականացրել են թերացումներով եւ օրինակ հղի թափառող կենդանի կա, որը ստերջացված է։ Այս մասով արդյոք կան նախագծում կարգավորումներ, շնորհակալություն։